Բարի երեկո, լուրերի հետքերով հաղորդման ժամն է, այս ժամի համար առանձնացրել ենք ամենակարևորը։ 44 օրյա պատերազմի մասնակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են արել, նրանք հրաժարվում են պետության կողմից արժանացած պարգևներից, նրանք կոչ են արել մյուս զինվորականներին հավաքվել կառավարության շենքի առջև։ Զինվորականները մեդալները հանձնելով իրենց դժգոհությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, նշելով, որ կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Նախաձեռնությունը սկիզբ է առել ազատամարտիկ Արման Պետրոսյանից, որը 2012 թվականից ի վեր արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում մարտական խաչ 2-րդ աստիճանի 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած ծառայությունների համար։ Նա ավելի վաղ գրել էր. «Կոչ եմ անում իմ զինակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր պատերազմին մասնակցել են եւ պարգեւատրվել հայրենիքին բանդուցած ծառայությունների համար, ամեն մեդալ, ամեն շքանշան, որ շնորհվել է քաջության եւ նվիրումի համար, կրում էր ազատագրական պայքարի եւ Արցախի շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունները հրաժարվել են ազգային ազատագրական պայքարից եւ նույնիսկ ինքնորոշման իրավունքից, այս պարգևները կորցրել են իրենց իմաստը։ Դրանք այլևս պատիվ չեն, այլ առօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մեզ պարգեւատրել են այն բանի համար, ինչն այսօր այս իշխանությունները կոչում են սխալ եւ մոլորություն։ Ես հրաժարվում եմ բոլոր մեդալներից ու շքանշաններից։ Սա իմ քայլն է դեմ այն համակարգին, որը քանդում է ինքնությունը։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց քաջությամբ արժանացել են պարգևների, եւս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը, հրաժարվելով դրանցից։ Ցույց տվեք, որ պատրաստ եք կրկին բարձրաձայնելու բարձրագույն արժեքների համար՝ արդարություն, ազատություն եւ արժանապատվություն։ Նրա կոչին միացել են Հովսեփ Ղազարյանը, Արման Մխիթարյանը եւ Հայկ Նավասարդյանը։ Այս իշխանությունները հրաժարվում են մեր պայքարի ձևերից, հրաժարվել են մեր ինքնությունից, ազատությունից, պայքարելու իրավունքից։ Դրա դեմ մեր բողոք արտահայտելու համար մենք այստեղ ենք, իմ մարտական ընկերների հետ, կառավարության դիմաց ասել է բողոքի ակցիայի մասնակից զինվորականը։ Նշենք, կառավարությունից որևէ մեկը դուրս չեկավ նրանց մեդալները վերցնելու։ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նամակ է ուղղել Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիին։ Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Մդինարաձե, Հայաստանի Հանրապետության ռադիկալ ընդդիմադիր ԴՕԿ կուսակցության եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի իշխանություններին վերջերս Վրաստան-Թուրքիա սահմանին 190,000 կեղծ հայկական անձնագրերի եւ 29,000 կեղծ հայկական ID քարտերի առգրավման կապակցությամբ։ Ըստ մեր աղբյուրների նշված փաստաթղթերը տպագրվել էին Թուրքիայի Իզմիր քաղաքում եւ նախատեսված էին ապօրինի կերպով Հայաստան ներմուծելու համար 2026 թվականի Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով։ Մենք լիովին գնահատում ենք ձեր պետական կառույցների զգոնությունն ու օպերատիվ գործողությունները, որոնք ուղղված են մեր տարածաշրջանի կայունության, ընտրական գործընթացների թափանցիկության եւ ժողովրդավարական սկզբունքների պահպանմանը։ ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է իր պատրաստակամությունը լիարժեք համագործակցելու Վրաստանի համապատասխան մարմինների հետ նմանատիպ հարցերում եւ ամեն կերպ աջակցելու անօրինական մեխանիզմների բացահայտման ու կանխման գործում։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ աջակցություն, որպեսզի նման պլանները չխախտեն մեր ժողովրդավարական պրոցեսները եւ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, անկախ նրանց իրավունքակից լինելուց կամ քաղաքական դիրքից։ Ուշագրավ է, որ այս իշխանությունները լավ գիտակցում են իրենց դիրքի խոցելիությունը եւ այն փոխհատուցելու նպատակով համագործակցել են իրենց թուրք գործընկերների հետ կեղծ անձնագրերի հրատարակումն ու տարածումը կազմակերպելու համար։ Նրանց նպատակն է ներգրավել արտասահմանյան քաղաքացիներ, այդ թվում հնդիկ առանձին անձանց եւ այլ քաղաքացիների, որպեսզի ընտրության ժամանակ ապահովեն կեղծ արդյունքներ։ Ամփոփ ասած, նպատակն է ապահովել ընտրությունների ընթացքում ձայների ֆիկտիվ հաշվարկ, Հայաստանում գտնվելու կարգավիճակի սահմանափակումներ ունեցող կամ այլ կերպ հեռու գտնվող անձանց ձայները օգտագործելով։ Մենք տեղյակ ենք, որ կեղծ անձնագրերի պատվիրատուներ կարող են լինել ինստիտուցիոնալապես ձևավորված շրջանակներ։ Այսօր գործող կառավարությունից, ովքեր ըստ մեր որոշ գնահատականների գրեթե վստահ են, որ չեն կարող օրենքով կշռել իրական մեծամասնությունը։ Այս ահազանգը կարևոր է, ուստի խնդրում ենք, որ այս տեղեկությունների պատճենը դրան հետաքրքրություն ունեցող բոլոր եվրոպական գործընկերներին, այդ թվում Եվրամիության դիտորդական առաքելություններին նույնպես ուղարկվի, որպեսզի միջազգային պատգամարմինները ծայրաստիճան լուրջ ընդունեն այս վտանգը եւ ձեռնարկեն համապատասխան քայլեր։ Կրկին շնորհակալություն ձեր ջանքերի եւ արագ արձագանքի համար։ Հուսով ենք մեր փոխհմբռնությունը եւ համագործակցությունը կխթանեն տարածաշրջանային անվտանգությունն ու ընտրված կառավարման մեխանիզմների պաշտպանությունը, նշել է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Խստացնում են 25-օրյա հավաքներից խուսափելու պատիժը։ Աժնիստում նախագիծը ընդունվել է 53 կողմ, 0 ձեռնպահ եւ 26 դեմ ձայներով։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետը առաջարկվում է 2-ից 5 տարուց դարձնել 3-ից 6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքը առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20 ապատիկից բարձրացնել մինչև 15-ից 35 ապատիկի, իսկ մինչև 2-ից 3 տարվա ազատազրկումը փոխարինել 1-ից 3 տարով։ Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը։ Ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության։ Ինտերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թողարկել է իր «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը։ Այս հարցում նրան օգնել է բազմաթիվ սպորտային գրքերի իտալացի հեղինակ Ալեսանդրո Ալչիատոն։ Նա օգնել է հրապարակել գրքերն այնպիսի լեգենդների համար, ինչպիսիք են Կարլո Անչելոտին, Անդրեա Պիրլոն, Անդրեյ Շևչենկոն, Ֆաբիո Կանավարոն։ Ալեսանդրո Ալչիատոյի խոսքերը մեջբերում ենք. Ինձ համար սա ավելին է, քան գիրքը։ Հենրիխին օգնելն ինձ համար մեծ պատիվ էր, քանի որ ծանոթացա շատ լավ ընկերասեր կրթված մի մարդու հետ, ով իր մեջ միայն լավն է կրում։ Նա բացեց եւ պատմեց մի խոր պատմություն, իր պատմությունը։ Նրա ներսում իսկապես շատ բան կա, նաեւ ֆուտբոլից դուրս։ Նրա հայրը, Հայաստանը, որտեղ նա մեծացել է, Արարատը որպես խորհրդանիշ, խորը եւ սերտ կապ տատիկի հետ եւ հարգանք բոլորի նկատմամբ։ Նշենք, գրքի հրատարակումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Քաղաքական փոխհրաձգություններ են ՔՊԱ-ականների եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին։ Նշենք, նրանցից մեկով Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր. Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը կամ շատերն են ճանաչում Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը, այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, հայտարարել է Փաշինյանը։ Ի պատասխան Գյումրիի քաղաքապետը արձագանքել է. Ես չեմ իջնի նրանց մակարդակին, շպրտվի բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ազգային ժողովի падգամավոր ընտրված մարդուն ասում է պետք է դուրս շպրտվի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել. տեսեք, թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ, նշել է Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանին արձագանքել է նաև ՔՊԱ-ական Էմա Պալյանը։ Նա նշել է. Վարդան Ղուկասյանը խորհրդարանական ընդդիմության հավաքական կերպարն է։ Վերջին շրջանում հաճախ անդրադառնում ենք Վարդանիկի հայտարարություններին, բայց պիտի արձանագրենք, որ նա այս մարդկանց հավաքական կերպարն է։ Իսկ այս մարդիկ ինչ են ուզում։ Ուզում են, որ Հայաստանը չլինի ինքնիշխան, չունենա պետականություն։ Պալյանը ընդգծեց. Երեք նա նշեց, որ 2026 թվականին եթե սրանք վերընտրվեն, ապա ես եւ ինձ նման տղերքն այս երկրում անելիք չունեն։ Ես այս պահին կհորդորեմ, որ այսօրվանից ճամպրուկները դասավորի, որովհետեւ այդ օրը գալու է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերընտրվելու շատ բարձր վստահության քվեներով։ Նման հավաստիացում է արել ՔՊԱ-ականը։ Նիկիտա Սիմոնյանը ռուս-ուկրաինական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Մոսկվայի Սպարտակի պատմության լավագույն ռմբարկու եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական Միրատվորեց կայքի տվյալների բազայում։ Սիմոնյանին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին մասնակցելու մեջ։ 98-ամյա Սիմոնյանը Սպարտակի պատմության լավագույն ռմբարկուն է, խփած 160 գոլով։ Նա հանդես է եկել Կարմիր սպիտակների կազմում 1949-ից 1959 թվականներին։ Բացի այդ, Սիմոնյանը եղել է թիմի գլխավոր մարզիչը։ 1956-ին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Նշենք, որ Միրատվորեց կայքը Ռուսաստանի տարածքում ճանաչված է որպես ծայրահեղական եւ խիստ արգելված։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։